Բարի երեկո, եթերում ուրվագիցն է, ես Պետրոս Ղազարյանը Սիլեստատոներ, այսօր մենք զրուցելու ենք մի խնդրի մասին, որը մեր բանավեճերի քննարկումների մեջ չի, դրան քաղաքական գործիչները, հրապարակախոսները, ընդդիմությունն ու իշխանությունը չեն ներկայացնում, բայց իրանց իրական մարդու ճակատագրի վրա, կյանքի վրա երբեմն շատ ավելի մեծ ազդեցություն անում, քան ողջ այս քաղաքական թոհուբոհը։ Եթե կարճ խնդիր ներկայացնեմ, ապա դուք գիտեք, որ Հայաստանում մոդա անկախ նրանից երեխան ինչ ունակություններ ունի, ինչ ցանկություններ ունի, նրան միանգամից տանում են բուհ, ընդունում են ինստիտուտ, այդ երեխան բնականաբար չի սովորում 5 տարի, անգործ է մնում, հետո գնում է բանակ, եթե տղա գալիս է եւ նոր որոշում են, թե այդ տղային ինչ մասնագիտություն ընտրի, որտեղ ինչ որ հմտություն ձեռք բերի։ Խորհրդային միության ժամանակ մենք ՊՏՈ-ներ ունենք, այդ ես հիշում եմ, ուսումնարաններ, թե պրոֆտեխնիկումներ, sense բաներ, որտեղ երիտասարդները գնում են եւ մասնագիտանում էին տարբեր հմտությունների մեջ, մասնագիտություն էին ձեռք բերում, աշխատում էին եւ կարողանում են իրենց հանապազորը հացը վաստակել եւ հասարակության մեջ ունենալ իրենց տեղը եւ դիրքը, այսինքն դիպլոմը sense հրամայական չէր, սակայն այսօր ուրիշ է, այսօր ես շատ երիտասարդների գիտեմ, որոնք գնում են բուհ մենակ նրա համար, որտեղ բուհ գնալը ինչ որ մեկն ասել է, որ պրեստիժ է, նրանք չեն սովորում, վատնում են իրենք ժամանակը։ Պետությունը պետք է այնպես անի, որ այս մոդան, հա, եւ հասարակությունը, այս անիմաստ մոդան, դիպլոմի մոդան վերանա, որպեսզի երիտասարդները 5 տարի, 7 տարի իրենց կյանքից չկորցնեն եւ երիտասարդ տարիքից մասնագիտանան եւ կարողանան իրենց արհեստը, որ նրանք սովորեն կյանքի մեջ օգտագործել եւ հասնել ինչ-որ բաների։ Գովազդային կարճ եւ թանկ վարքյանից հետո մենք կզրուցենք այս բարեփոխումների մասին, որոնք շատ իրական կապ ունեն մեր առօրյա կյանքի հետ, մեր աշխատաշուկայի հետ, մեր մասնագիտական հմտությունների հետ, սակայն մի թեմա, որի մասին երբևէ գրեթե չի խոսվում։ Եվ այսպես, երեխաներ, եթե խորհրդային ժամանակահատվածում այն երեխաները, ովքեր ակադեմիական կրթության հետ ծեր չունեն, կարողանում էին գնալ ՊՏՈ-ներ եւ այնտեղ որոշակի մասնագիտություն ձեռք բերել եւ աշխատել եւ պիտանի մարդ լինել թե իրենց ընտանիքի, թե իրենց թե հասարակության համար, ապա անկախության ժամանակահատվածում երկու ընտրություն կա, կամ դու պետք է ոչ միտեղ չլինես, կամ դու պետք է անպայման ինստիտուտում սովորես։ Եվ մարդիկ չցանկանալով ոչ միտեղ լինել, գալիս են բնականաբար ինստիտուտներ եւ քանի որ նրանք սովորելու հետ այդպես ասած գլուխ չեն դնում, բնականաբար գցում են նաեւ ինստիտուտի որակը, չեն սովորում եւ ամենակարևորը 5 տարի վատնում են իրենց կյանքից, իրենք էլ չհասկանալով թե ինչի համար։ Սա լուրջ խնդիր է, որովհետեւ մեր երկիրը կարիք ունի լուրջ մասնագետների, շինարարների, բանվորների, քարտաշների, չգիտեմ, օպերատորների, ռեժիսորների, որոնք պարտադիր չէ անպայման բուհական կրթություն ստանան եւ 5 տարի ակադեմիական կրթություն ստանան։ Այս մասին մենք այսօր զրուցելու ենք կրթության փորձագետ ուսուցման ազգային հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանի, բարեկո Տիկին Հակոբյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար, եւ մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանի հետ, բարեկո Տաթևիկ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Եվ այսպես ես ճիշտ նկարագրեցի պատկերը, որ սովետի ժամանակ մենք ունենք այսպիսի վիճակ, հիմա կամ դու պետքա բուհ ընդունվես, կամ դու պետքա փողոցում մնաս։ Եվ քանի որ ծնողները հայ ամեն ինչի պատրաստ են իրենց երեխաների համար, նրանք ամեն գնով իրենց երեխաներին տանում են բուհ։ Անկախ նրանից, այդ երեխան ուզում է սովորի, չի ուզում սովորի, խնդրեմ։ Իսկապես նման մոտեցում կար ընտանիքներում, որ եթե պիտի երեխան սովորի, նա անպայման բուհում, որովհետև հեռանկարը եւ ապագան երեխայի տեսնում են նրա մեջ, որ բուհական կրթություն է ստացել, եւ իհարկե յուրաքանչյուր ընտանիք կարծում է իր երեխան ամենալուրջ պաշտոնյան պիտի լինի, որ ապագա ունենա, բայց բուհական կրթություն չէ, բուհական դիպլոմ, կրթություն։ Բուհական դիպլոմ, այո։ Ճիշտ է, դա շատ երկրորդական հարց է։ Այո։ Եվ նման վերաբերմունքներ գուցե պատճառը, որ երբ որ երկրի համար մշակվում էր մի քաղաքականություն, որը կոչվում է աղքատության հաղթարման ռազմավարական ծրագիր, մասնագիտական կրթության համակարգի մասով գրված էր, որ ինչու եմ ես ասում մասնագիտական կրթություն, որովհետև պրոֆտեխ ուսումնարանները, տեխնիկումները հիմա եվրոպական կամ միջազգային ստանդարտներով դիտվում են մասնագիտական կրթության համակարգ։ Այսինքն կոնկրետ մասնագետ են։ Այո, որտեղ բաղադրիչը ուղղված է զուտ մասնագետի պատրաստմանը, այդպես էլ որակավորումը տրվում է շատ հաճախ հենց քոլեջայինի դեպքում։
մոտեցումն այնպիսին էր, որ սոցիալական վիճակը մեղմելու, սոցիալական քաղաքականությունը ակտիվացնելու համար է այդ համակարգում ակտիվացումներ ակնկալվում եւ նաեւ գրված էր, որ գործազրկությունը մեղմելու, սոցիալական ցնցումները մեղմելու համար ՄԿ համակարգը պետք է ակտիվացնել։ Հետագայում, երբ որ 2007 թվականին էր արդեն ծրագիրը մշակվում, արդեն պատկերն այլ էր եւ գրված էր տնտեսության զարգացման կարևորագույն նախապայմանը մասնագիտական կրթության համակարգի զարգացումն է։ Հետևանքներն էլ պատճառ։ Այո, եւ իրականում մոտեցումը փոխվեց եւ սրանով էլ պայմանավորված էին բարեփոխումների մի շարք, որ սկսվեց, ըստ էության մարդիկ սկսեցին այլ կերպ նայել եւ ցավալի է, որ դրան անդրադարձ եղավ այն ժամանակ, երբ որ Եվրոմիությունը մեզ զարմանալիորեն հարցրեց, թե ինչպես կարող եք դուք տնտեսություն զարգացնել այն դեպքում, երբ որ կատարող կադրը դուք չեք պատրաստում, այսինքն կատարողը ոչ թե բուհական դիպլոմավոր մասնագետն է, այլ այն մարդը, որը որ սովորում է կոնկրետ աշխատանք կամ ֆունկցիա կատարել։ Ես սրանով էլ պայմանավորված, իհարկե, առաջին տեղաշարժացանք եւ հասկացանք, որ մեր մոտ բոլորը կառավարիչներ են, իսկ գործանող չկա։ Ուղղակի լրացնեմ Մարինեի խոսքը, ասեմ, որ միջազգային կառույցներում, միջազգային երկրներում, երբ փորձում ենք փորձի փոխանակման տեսանկյունից նայել, կտեսնեք, որ այնտեղ շատ ավելի նախապատվությունը տրվում է հենց նախնականի միջին մասնագիտական կրթությանը, քան բուհականին, որովհետև նրանք ժամանակը ճիշտ գնահատելու առումով եւ վճարների կամ ասենք եթե դա անվճար է եւ այլն, ավելի հեշտ է կարճ ժամանակահատվածում ստանալ որոշակի որակավորում, որը կհեշտացնի նրա մուտքը աշխատաշուկա եւ մրցունակ որպես մասնագետ նա կարող է արդեն իսկ հոգա իր կարիքները։ Դիգնակ, ես ուզում եմ մենք սկզբից գանք։ Սա մտածելակերպի խնդիր է։ Ծնողը չի ասում երեխաս սովորելու հակում չունի, գնում է բուհ, ինչ անի, չէ՞։ Ծնողը պետք է մտածի, որ եթե երեխան հակում չունի սովորելու ակադեմիական կրթության հետ, նա պետք է գնա ինչ-որ միտեղ եւ մասնագիտություն սովորի, խառատ, չգիտեմ, բանվոր, քարտաժ եւ այլն, գուցե նա մեծ հաջողությունների հասնի եւ լավ ապրի, հա, բայց նա այդ ուղղությամբ չի մտածում, նա մտածում է ամեն ինչ անի, որ նա գնա բուհ։ Եվ քանի այս մտածելակերպը չի մոդան, չի փոխվել, Ինչքան էլ պետությունը զարգացնի, մեկը հասարակական պատվեր չի լինելու դրա։ Ինչպես փոխել նման վերաբերմունքը։ Շատ բարձ օրինակների վրա յուրաքանչյուր ընտանիք ընդհանրապես պիտի վերլուծի, թե այսօր ով է կարողանում կերակրել իր ընտանիքը։ Այն մարդը, որը որ ունի իսկապես աշխատանք, ովքեր ունեն իսկապես աշխատանք, դուք որպեսզի պատկերացնեք, թե ովքեր ունեն իսկապես աշխատանք, նախ եկեք տեսնենք, թե ինչ կարիք ունի այսօր շուկան, ինչ կարիք ունի այսօր հասարակությունը, որ իրեն որպես ծառայություն առաջարկվի, եւ ինչ կարիք ունի ցանկացած մարդ, որ իր կյանքում մարդիկ բոլորն ուզում են բարեկեցիկ ապրել։ Դուրս եկեք փողոց եւ ձեր առօրյան, առավոտյան վաղ արթնացեք եւ ձեր առօրյան պատկերացրեք։ Ձեր միայն մեկ օրվա վիճակագրությամբ նույնիսկ դուք կտեսնեք, որ ձեզ հանդիպած իրավիճակների մեջ 80 եւ ավելի տոկոսը դրանք այն հարաբերություններն են, որի մեջ բավարար է, որ լինի նախնական կամ միջին մասնագիտական կրթություն ստացած անձի ծառայությունը, որը դուք չեք ստանում որպես որակյալ ծառայություն, հա, տան կենցաղը նայեք, ձեր աշխատանքային միջավայրը նայեք, ձեր շուրջը ամեն ինչ կախված է հենց այն մասնագետներից, որոնց կրթությունը մենք չենք անում։ Ինչու պետք է ընտանիքը սկսի այլ կերպ վերաբերվել։ Սա շուկայական տնտեսություն ունեցող երկիր է, եւ իրականում մենք պետք է սովորենք հաշվել մեր կյանքի տևողությունը եւ դրա արդյունավետությունը, հաշվել մեր ընտանեկան բյուջեն, հաշվել այն էֆեկտիվությունը, որ մենք փորձում ենք ստանալ։ Մենք ոչ մեկին գուցե չգտնենք, որ զարգացումը դեպի մասնագիտացում գնալու սկսի ներքևից գնա վերև։ Մենք մտածում ենք, որ մի անգամից եկեք գնանք բուհ, որտեղ դա մոդայիկ է, հետո կրթությունը բուհում ստանալուց հետո տեսնում ենք աշխատանք չեն գտնում։ Եվ նոր մենք 5 տարի կորսից հետո գնում ենք։ Չէ, իդեպ 6 տարի հիմա մագիստրոսական կրթության դեպքում 6 տարի։ Կորսնելուց հետո մարդը նորից հետ է գալիս, սովորում է մի արհեստ կամ մի հմտություն, որով պետք է կարողանա իր ընտանիքը կերակրել։ Նայեք ձեր շուրջը եւ ձեր հարազատների մերձավորների շրջանում կտեսնեք այդ պատկերը։ Եկեք սովորենք շուկայավարի մտածել, ընդհանրապես հաշվարկել մեր բյուջեն եւ հասկանալ ինչի մեջ ծախսել մեր տարիները։ Սիրելու այդ ծնողի գուրգուրանքը, բայ երեխեն մի հատ դիպլոմ չունենա։ Ըստ էության մենք պետք է տարբերակենք կրթության հիմնական նպատակը ինչին է ուղղված։ Դիպլոմին։ Ոչ, պետք է մտածենք, որ դա պետք է լինի կրթություն ուղղված է, որպեսզի մարդը ստանա որակավորում, որը նրան կդարձնի մրցունակ աշխատանքային շուկայում, որպեսզի կարողանա իր աշխատանքը գտնել։ Իդեալականում ճիշտ է, իդեալական, բայց միևնույն ժամանակ ըստ էության գործի բերումով փաստը ցույց է տալիս, որ մարդիկ ունենալու
բարձրագույն կրթության դիպլոմ այսօր գործազուրկ են։ Այսինքն իրենց տեղը չեն գտնում ոչ աշխատաշուկան, ոչ կարողանում են իրենց ընտանիքի հոգսերը հոգալ եւ այլն, եւ ստիպված են լինում գնալ կարճաժամկետ դասընթացների կամ լրացուցիչ վերակավորման, ասենք խնդիր են լուծում, փորձում են գնալ ուրիշ մասնագիտություն ստանալ։ Այս բոլորը հենց բերում է այն բանին, որ մարդը ի սկզբանե եթե կարողանա մտածել ավելի ռեալ, ավելի իրատեսական եւ ելնելով կյանքի իրավիճակներից ճիշտ գնահատի ժամանակը, կփորձի ըստ էության ուղղվել դեպի նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտ։ Բայց տեսեք, ստեղ մի խնդիր կա։ Ես հիշում եմ կոմունիստական շրջանում այդ պատոններ որպես կանոն գնում էին դպրոցում վատ սովորողներ, վատ սովորող աշակերտները։ Ես հենց է դրված լավ սովորողները գնում էին բուհ, դա պրեստիժ էր, վատ սովորողները, խուլիգանները, վատ պահողները գնում էին այդ պատոններ եւ բնականաբար որևէ ծնող չի ուզի որ երեխան գնա պատոն, որտեղ դա համարվում է ցածր կարգի տեղ, դա արդեն նշանակում է, որ քո երեխայի կարողությունները ցածր են, որ նրա գիտելիքները ցածր են եւ նրա ապագան պետք է որ ցածր լինի սոցիալական առումով։ Դրա համար ծնողները խուսափում էին պատուից եւ ամեն ինչ անում էին, մանավանդ եթե քո սոցիալական դիրքը մի քիչ լավ էր, ամեն ինչ անում են, որ երեխան գնա բուհ։ Իսկ ձեր հարցի մյուս կողմը, իսկ այդ ծնողը, որ այդքան ջանք է թափել, գումարներ է ներդրել, որ երեխան բարձրագույն կրթություն ստանա, ստացել է դիպլոմ եւ աշխատանք չունի։ Ինչպես է դիտարկում, կամ ունենալով հանդեպ գնում վարորդադարում կամ վարսավիր։ Բայց ճիշտ է, բայց նա չի ուզում երեխան գնա մի տեղ, որը համարվում է վատ կրթության տեղ, վատ շրջապատի տեղ, չէ՞։ Իսկ պատոնները այդպեսի համարում ունեն, չխաբենք մեզ հասարակության մեջ։ Այսօր էլ ոմանց մոտեցում կա, բայց նախ եկեք հիշենք, որ նույն այդ ժամանակագրությունը, որի մասին դուք խոսում եք, բուհ մուտքը ինչքան բարդ էր եւ ինչքան դժվար էր հայտնվել բուհական նստարանին։ Այսօր ցավալիորեն, ես ոչ թե ուզում եմ ռոպագանդել մկու համակարգել, ցավալիորեն նշել, որ բուհական մակարդակը իր դերը լուրջ կորցրել է, հենց ի հաշիվ նրա, որ ինչ մասնագիտություն եւ ինչ ասես պատրաստ է անել եւ քանի որ դարձել է եկամտաբերողակ, ստացվում է, որ նաեւ բուհին է ձեռնտու այդ վիճակը։ Բայց վերջին հաշվով այսօր պատկերը փոխվել է եւ վերջերս նույնիսկ քննարկումներ է լինում, երբ որ քննարկումներ եղավ, թե ինչով ենք չափում որակը, բուհական համակարգը դժգոհ է իր շատ չոր եւ կարծրացած մեխանիզմ ունենալուց, կադրերից, կրթությունը ոչ ճկուն անելուց եւ այլն։ Մկու համակարգում կրթությունը այլ ձև է կազմակերպվում։ Մկու ո՞նց է բացում, կասեք։ Մասնագիտական կրթություն եւ ուսուցում ինչի մասնագիտական։ Դա հենց պատոններն են նախ։ Ոչ։ Մասնագիտական կրթություն եւ ուսուցում, երբ որ մենք ասում ենք, նկատի ունենք երկու համակարգ, ավելի ճիշտ կլինի երրորդի մասին էլ ասել, երևի դուք լսել եք ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթությունների մասին, որոնք ֆորմալ առումով դա այն կրթություն է, որ մարդը գնում ստանում է կրթություն ուղղորդված է։ Խոսքը վերաբերում է այսօրվա տերմինոլոգիայով նախնական մասնագիտական արհեստագործական կրթությանը, որը առաջվա պատողներն են, եւ քոլեջային կրթությանը, որը ներկայիս նախկինի տեխնիկումներն են, այսօր միջին մասնագիտական կրթության համակարգներ։ Իսկ ինչու առաջվա տեխնիկումը հիմա դարձել է քոլեջ։ Այո։ Ըստ էության ՊՏՈ-ն պրոֆտեխ ուսումնարանը դարձել է արհեստագործական ուսումնարան։ Եվ ինչու ենք նաև ասում ուսուցում, որովհետև այս համակարգը ունակ է շատ արագ մարդուն հմտություններ տալու։ Տեսեք, դուք երևի թե էլի հետևում եք, թե ինչքան արագ է փոփոխվում մեզ մատուցող ծառայությունների կազմակերպման խնդիրը։ Առաջ կազմակերպվում էր ձեռքով, թղթավարությունը շատ էր, այսօր ամեն ինչ ամենաբարդ գործերն անգամ դարձել են մեկ կոճակի կամ շատ պարզ գործողությունների խնդիր։ Տեխնոլոգիաները տեղեկատվական եւ նոր ձևաչափերը շատ ավելի պարզեցրել են աշխատանքները եւ բնականաբար փոփոխությունները ենթադրում է, որ պետք է հնարավոր լինի կարճաժամկետ ծրագրերի միջոցով իրականացնել։ Մասնագիտական կրթության համակարգում կրթության կազմակերպման ձևը էականորեն փոփոխվել է եւ դասատվությունը վերածվել է մոդուլային ուսուցման։ Ինքը մոդուլային ուսուցումը դա այսպես զուգահեռ եթե տանենք, նախկինում դրան ասում ենք առարկաներ, առարկայական ծրագիր եւ այլն։ Այսօր ասում ենք մոդուլային ծրագիր։ Մոդուլը առարկայական ծրագրից տարբերվում է նրանով, որ եթե դուք էլ եթե հիմա հիշեք, Պետրոս կհիշեք, որ ժամանակին մենք ահագին շատ ինֆորմացիա բուհում ստանում էինք, հետո ընդունում ենք աշխատանքի, թե անգամ մեր ուղեղում սկսում ենք պեղել, թե տեսնես սա, որ հիմա ինձանից իմ գործատուն ուզում է, դա որ մի առարկայի մեջ է անցել եւ տեսնես դա որ տեսություններ։ Այսօրվա կրթությունը, որը դրված է ՄԿՈՒ-ի հիմքում եւ դրանում օգնել են իհարկե եվրոպական
մեր փորձագետները եւ կառույցները մոտեցումը մոդուլային է։ Մոդուլայինի առավելությունը ինչու՞մն է կանում, որ ենթադրենք հիմա մեր խնդիրն է, ու պարզես բաժակի օրինակով, հա մատուցողը պետք է այս բաժակը կարողանա վարպետորեն եւ ճիշտ դիրքից մատուցել, այնպես որ ինքը չթափվի եւ այլն։ Իր գործողությունը սա անելն է, որովհետեւ ինքը սա անի, ինքը իր հետ սովորում են, իր հետ աշխատում են դրանով, որ ինքը այս բաժակը կարողանա ճիշտ տեղադրել, ճիշտ ոչ վնասի։ Այո։ Պրակտիկ մասնագետ։ Այո, եւ մոդուլը նախքին կարող է լինել 5-8 առարկայից առանձնացված հավաքած մեկ կարողություն, 10 կարողություն, 12 կարողություն մեկ մոդուլի մեջ տեղավորված։ Եվ շատ կարևոր է, որ այդ ձևավորելու ժամանակ անպայման գործատուն ասում է։ Իրեն հարցնում են, ասում են դու ինչ ֆունկցիոներ ես տեսնում այս որակավորում ունեցող մարդու տակ։ Ինքը ասում է, ես ուզում եմ, որ ինքը շատ լավ շփվել կարողանա։ Ես ուզում եմ, որ ինքը երբ որ գնում է հարցազրույցի կամ գալիս է մոտ, իմ ժամանակը անտեղի չվատնի։ Իմ հետ խոսի այնպես, որ ես իմ ժամանակս տնտեսեմ, բայց հասկանամ ինքը ունակ ուժ է թե չէ։ Այսինքն հաղորդակցման այդ, աշխատանք փնտրելու ունակությունը։ Ես ուզում եմ, որ ինքը կարողանա հյուրի հետ կապված ինֆորմացիան ամբողջությամբ ստանա մուտքագրի համակարգից եւ այլն։ Ուրեմն այս ֆունկցիաների հետ կապված կազմվում է ուսումնական ծրագիրը։ Գրվում է ոչ թե իմանա տեսությունը, նկարագրի պատմությունը կամ չգիտեմ սկզբունքներն ու հիմունքները, այլ ասվում է կատարի այսինչ բանը։ Կոնկրետ։ Հա, հաշվարկի այսինչ բանը, հավաքագրի այսինչ բանը եւ ամբողջ կրթության մեջ մեխը կազմվում է կարողությունների վրա եւ դրա համար իրենք կոչվում են կարողություններին միտված կրթական չափորոշիչներ։ Մոդուլային ծրագիրը դա կրթական չափորոշիչի արտահայտումն է։ Իսկ կրթական չափորոշիչը դա ընդհանրապես պետության պատվերի հատվածն է, այսինքն ես որպես մասնագետ, ինչ մասնագետ եմ ուզում ստանալ։ Այսքան մեծ է փոփոխությունը նախկին եւ այսօրվա կրթությունից։ Եվ լրացնեմ Մարինեն, այստեղ շեշտադրումը դրվում է ոչ թե պարզապես գիտելիքների կուտակմանը, այլ նրա որոշակի ուղղվածությունը, այո, կարողություններ հմտություններ, այսքան որակավորմանը, ավելի շուտ ուղղված է որակավորումը, որ նրան առանձնացնում է մյուս մասնագետներից, ոչ թե պարզապես մասնագիտություն ստանալը։ Ասենք առաջի կարգի խառատ, հա, սենց Կոնկրետ ասենք շատ կարևոր է, որ ասենք գործատունները ներգրավված լինեն այս գործընթացներում, որ նրանք հստակ ասենք մեն ասենք հյուրանոցային սերվիսի գործատուն, ասենք հստակ ասում է մենք այս կարգի հյուրանոց ենք, մեզ պետք են այս կարգի ասենք սպասավորներ, իրենց նպատակադրումներով, իրենց շեշտադրումներով, նույնիսկ կարող են ասենք ուսումնական գործընթացները կազմակերպվել տեղում, այսինքն այստեղ եւ սովորի, եւ զուգահեռ աշխատելը միանգամից ավարտելուց հետո միանգամից ունենա աշխատանք հենց նույն այդ գործատուի մոտ։ Մի բան ասեմ, մենք խոսեցինք այն մասին, թե որակը ոնց է սովետի ժամանակ։ Հիմա շատ հաճախ դասերը չէին անում, ես հիշում եմ։ Մեր այդ կինո հայրենիքի կողքը կար մի այդպիսի թե պատուր թե ինչը չգիտեմ, բայց այդպիսի Հիմա էլ կա։ Հիմա էլ կա։ Այո։ Հայ հունականը կինո հայրենիքի։ Գիտեք, մենք անդադ լսում ենք, որ կրթության բնագավառում բարեփոխումներ, բայց տեսնում ենք, որ բուհական համակարգում որակի առումով գլուխ գովալու բան շատ չկա, հանրակրթականում նույնպես։ Ստեղ որակի առումով գոնե խորհրդային միության համեմատ կա փոփոխություններ, թե ոչ։ Ես փոփոխություններից մի քիչ արդեն խոսեցի, ըստ էության դա առաջին հերթին երևում է չափորոշիչի ձևաչափից, իսկ կրթության մեջ չափորոշիչները բոլոր տեղերը կան, բայց դա չի Չէ, տարբեր են իրենց մոտեցումները։ Միայն մկուի դեպքում է, որ դրված է կարողություն կառուցեք։ Լավ մասնագետներ, որ կդասավանդեն, պարտադիր խստություն, որը պետք է ուսման համար, չգիտեմ, գործիքներ, լաբորատորիաներ, այդ առումով ասեմ, որ մենք ունենք այդ բազա։ Ուրեմն ասեմ, որ արդեն 2008 թվականից, ավելի ճիշտ 2007 թվականին արդեն մենք ունենք ուրեմն համաձայնագիր, պետական բյուջետային աջակցության ծրագիր Եվրոմիության հետ միասին, որ առաջի փուլը սկսվեց, այ հենց այդ շրջանակում է, որ բավական մեծ բարեփոխումներ սկսվեցին մկու ոլորտում եւ ստեղծվեցին կառույցներ, որոնք միտված են հենց դրան, ասենք մենք նոր մտածող ուսուցիչ դասավանդողներ, այ ուրեմն սկսվեցին հենց դրանով, որ մենք փորձեցինք բոլոր շահառուներին այս ոլորտի ներգրավել, բերել ուսումնական հաստատություններ, դրանք կոլեգիալ կառավարման մարմինների ձևով հանդես եկան, խորհուրդների ձևով ուսումնական հաստատությունների, որտեղ ներկայացությունը պահպանվում է տեղական ինքնակառավարման մարմինների, լիազոր մարմնի, ուրեմն արհմիություններ, գործատուներ, այս վերջին փոփոխման նաև զբաղվածության կենտրոններ։ Ուսանողը որ գալու է, նրան կառավարման մարմինը շատ չի հետաքրքրում, նրան պետք է որ
Գրասենյակը ավարտեմ խոսքս, որ այս ծրագրի շրջանակում, առաջին իսկ ծրագրի շրջանակում մենք ունեցանք ընտրովի, բնականաբար դա ընտրվեցին 12 փորձարարական քոլեջներ, որտեղ փորձեցինք սկսել ներդնել նյութատեխնիկական բազայի ամբողջ նորացում, ներդրվեց ամբողջությամբ վերակառուցում, վերանորոգում շենքային պայմանների եւ այլն։ Երկրորդ փուլով շարունակվում է այդ ուրեմն ծրագիրը, որը շարունակվելու է 12-ի վրա հիմնված, դա իհարկե չի նշանակում, որ միայն այդ 12-ն լինելու։ Պարզապես գաղափարը նրանում է, որ այս 12-ը լինելու են մարզերում, քանի որ դրանք մարզային նշանակության են եւ արդեն ունեն տարածաշրջանային կարգավիճակ, դրանք ասես լինելու են շոկեքարշ այս ոլորտում եւ փորձելու են համակարգել մարզում գտնվող նմանատիպ ուսումնական հաստատությունները, այսինքն ներդրումը հիմնականում սրանց մեջ է դրում ամբողջական եւ նյութատեխնիկական բազայի առումով եւ ուսումնական ծրագրերի մոդուլների եւ այլն եւ շենքային պայմանների եւ աստիճանաբար տարածումը կգնա ուրեմն մարզերով։ Այստեղ ընդունելու համար քննություն պետք է թե ոչ։ Քննություն պետք չի, բայց ես մի քիչ քննություն պետք չի, բայց եթե թույլ կտաք մի քիչ ավելի այսպես ուսանողի տեսանկյունից, հա, նկարագրեմ իրավիճակը։ Ինչն էր մեզ դուր գալիս կրթության ժամանակ։ Դուր էր գալիս, երբ որ պրակտիկ դասեր էին, լաբորատոր Հետաքրքիր էր։ Այո, դա միշտ է արդարացված եղել, այսօրվա կրթությունը առաջադրված է, որ կազմակերպվի շատ գործնական։ Մի քիչ առաջ երբ որ ես նկարագրում եի թե բաժակը միայն մատուցելու համար ինչքան, ուրեմն այսօրվա կրթության մեջ 60 եւ ավելի տոկոսը կազմում է գործնական դասերը։ Եվ ասում է, ոչ թե դու ստանում ես 5-4, այլ ասում է, դու այս բաժակը որ դրեցի, լավ բաժակը չասեմ, հյուրի գրանցումը հյուրանոցում, կամ մենեջերը, որը որ հյուրընկալության ծառայությունով է զբաղվում, կամ վարսավիրանոցի մենեջերը, կամ որ շինարարության մեջ առաջվա բրիգադիրը կամ պրառաբը, ինչ անուն կտանք, դա չի կարևոր։ Իրենց պարագայում կրթության մեջ ասում է, ինքը այս բանը պիտի կատարի եւ որևէ մի ուսանող չի լինում, որը որ դա չպիտի հաղթահարի։ Ամեն մեկը պիտի այդ գործողությունը կատարի եւ գրվում է, կատարում է 100%-ով։ Ուրեմն եթե կատարես գրվում է հաղթահարել է, բավարար է կամ անբավարար է։ Ոչ մի գնահատական այդտեղ չկա, որովհետև եթե ես ատամնատեխնիկ եմ, օրինակ այդպիսի դեպք կա, միջազգային մեր փորձագետները շատ լավ են վերում, ատամնատեխնիկը քննություն է հանձնում պետական, վերջում ինքը անբավարար է ստանում, ասում են, բայց փայլուն պատասխանեց, ինչու շատ լավ ամեն ինչ ցույց տվեց։ Հանձնաժողովը հիմնավորում է, որ դու ձեռնոցները չէիր հագել։ Ես ձեռնոց չհագնելու արդյունքում SSS հետևանքներն ուներ։ Այսինքն մոտեցումն այսպեսին է։ Եթե դրված է, որ առաջադրանքը պիտի կատարվի այսպես, ինքը պիտի կատարի ամբողջությամբ։ Եթե գրված է, որ հիմնականում, ուրեմն հիմնականը բավարար է։ Սա մեկ։ Երբեք պետությունը մոտ երևի թե 10 տարիների ընթացքում չի կարողանալու բոլոր 120 հաստատություններին, որոնք այսօր գոյություն են նախնական միջինում, ապահովել բազաներով։ Դրա համար այսօր Տաթևիկն արդեն ասեց 12-ը կամ բազմագործառույթ են, որոնք որ միջազգային օժանդակություններ բավականին լուրջ լաբորատորիաներ են ստացել եւ այս լաբորատորիաները կարող են օգնել նույնիսկ որ նրանք մարզերում որոշակի ծառայություններ կազմակերպեն, բայց մյուս կողմից պետք է շատ լավ հասկանանք, որ մասնագիտական կրթությունը առանց սոցիալական գործընկերության, իսկ դա հետեւյալն է, որ անպայման գործատուն պետք է լինի կրթության կողքին։ Առանց սոցիալական գործընկերության այս կրթությունը 0 է։ Առանց բնական միջավայրի եւ լաբորատորիայի այս կրթությունը 0 է։ Եթե վարսավիրը մաս չի կտրում, նույնիսկ գիտեք ինչքան նուրբ է այս հարցը։ Վարսավիրը եթե կտրում է մանիկենի վրա, ինքը էլի վարսավիր չի դառնում, որովհետեւ կարող է օրինակի համար մազը ձգել, որը որ չպիտի ձգի։ Կամ մի խոսքով պատկերացրեք ինչքան նոր է։ Բայց կայսու այդ գործընկերությունը։ Գործընկերությունը սկսում են ստեղծել, քիչ եւ Տաթևիկը ասեց խորհուրդների մասին, պարտադիր է որ խորհուրդներում լինեն։ Ընդհանրապես, երբ որ մկուզակը ստեղծվեց, երբ որ խորհուրդներն են ձևավորվում, երբ որ մասնագիտացված խորհուրդներ են ձևավորվում, սրանք բոլորի հիմքում դրված է որ պարտադիր գործատուների միությունը, արտմիությունները, առողջարարական պալատը եւ ուսումնական հաստատությունը պետությունը պիտի մասնակից լինեն, մի քանի կողմ ունի։ Բայց արդյունքում մենք պետք է ժամանակի ընթացքում հասնենք նրան, որ կրթությունը կարողանանք կազմակերպել բնական լաբորատոր կամ ոչ լաբորատոր վիճակներում։ Դրա համար գործատուն պետք է դուրս բացել։ Ոչ լրացնեմ Արինե, ներողություն Տաթևիկ ավարտեմ կներեք։ Պետք է գործատուն պատվերը ոչ թե գա ասի, որ ես փող եմ տալիս ինձ կադր տուր, դրան էլ պիտի հասնենք իհարկե, բայց գոնե այսօր պիտի ասի, թե ինքը ինչ կադր է ուզում տեսնել։ Եվ թույլ տա, որ պրակտիկ ուսուցումը կազմակերպի իր արտադրությունում։ Այսօր պրակտիկաներ, ասում են ուսանող ինձ խանգարում է։ Օտարերկրյա գործարար երբեք այդպես չի մտածում, ասում է թող ես իրեն կնվիրեմ սարքավորում կամ թող գա ինձ մոտ փչացնի մի քանի անգամ, բայց ես վաղը
բուն աշխատող ունենալու ժամանակ կունենամ արդեն կոնկրետ կարողություն իմացող մարդու։ Դրա համար այսօր պետք է աստիճանաբար մեծացնել եւ դրան գնում է, որ համատեղ կրթություն անելու մոդելը լինի։ Սա լավ միջոց կլինի նաեւ վարպետային դպրոցը փրկելու։ Ինչու, որովհետեւ շատ լավ դարբիններ ունենք այսօր, շատ լավ արհեստավորներ ունենք, որոնք որ կրթության հետևանք չեն, դրանք ավանդաբար եւ դրանք վարպետներ են, բայց մենք այսօր կրթություն կազմակերպելուց նրանցից չենք օգտվում, որովհետեւ օրինակի համար ժամանակին գրած էր, որ պիտի վարպետն ունենա բարձրագույն կրթություն։ Իհարկե հիմա դրանք փոխվել են։ Եվ վարպետային դպրոցը պիտի դառնա հիմք արհեստագործության համար։ Կազմակերպությունները, որոնք որ ունեն սերվիս համակարգ, դրանք պիտի դառնան նախապայման, որ կարողանանք մենք բուն աշխատատեղից եկող կարիքները սովորեցնել, բնական միջավայր։ Օրինակի համար որպեսզի ես կարողանամ այսօր գրանցվել ինչ-որ հյուրանոցում, ինձ բավարար է, որ ես էլեկտրոնային գրանցում ունենամ։ Այն հին պատվերները չկա։ Կամ եթե ուսումնական հաստատության ասենք ինչի դու դա չես սովորեցնում, հա, գրանցման համրագրման ծառայությունը, ասեն որ նման ծրագրերը արժեն 35-40 $000։ Միայն դրանց լիցենզիան։ Բնական է ուսումնական հաստատություն չի ունենա։ Որտեղ պիտի այդ երեխան այն հաստատում, որտեղ վաղ ինքը պիտի աշխատի պրակտիկայի ընթացքում։ Որնելի պետք չի որ լինի։ Ուզում եմ ձեր հարցին պատասխանել եւ լրացնել Մարինեի հարցը, որ մենք ունենք սոցիալական գործընկերության մասին հայեցակարգ, նույնիսկ ունենք հուշագիր, որը ստորագրվել է Երակոմ գործատուների միության, առևտրաարդյունաբերական պալատի եւ կրթության գիտության։ Մենք հուշագրեր այնքան ունենք մեր երկրում։ Այս դա է ուզում ասել, որ իրականում մենք փորձել ենք ամեն երբ գործատուներին ներգրավել այս կրթության գործընթացում։ Ցավոք սրտի դեռ գործնականում նրանք այն իրենց դերակատարումը այս գործընթացում դեռևս չեն տեսնում եւ մենք խնդիր ունենք, որպեսզի նրանք ավելի շահագրգիռ դարձնենք, առավել ակտիվ դարձնենք եւ մեր ուսուցումը ավելի նպատակային լինի։ Այ միջազգային փորձում եւ դիտարկում եք, այ գործատուները նույնիսկ իրենց շատ թանկանոց մի քանի 100,000 արժողությամբ եվրո արժողությամբ հաստոցները դնում են նույն ուսումնական հաստատություններում, որպեսզի դրա վրա սովորեն, ասենք, աշակերտները։ Այո, արդարացում է, որովհետև գործատուն շահագրգիռ է, որպեսզի հետո չբերի մեկին, որը այդ սարքը փչացնի, մտածություն կլինի նաև։ Այսինքն մեր հիմնական նպատակը հենց դա է, որ մնում է փոխել մտածելակերպը։ Այո, փոխել մտածելակերպը նաև գործատուի մոտ։ Շատ հետաքրքիր եւ դժբախտ մի իրողություն կա, որ երբ որ գործատուին ասես ինչու դու ես դաշտի հետ չես աշխատում, ինքը ասում է դե հիմա էլի են հին մտածողության, որ եթե մկուի է, ուրեմն ՊՏՈ համակարգն է, լավ գրագետ, բույց կգա, ես ինչ-որ բան կկարողանամ իրանից ստանալ։ Բույց ստանում այդ մարդը հավասար է, որ ընդհանրապես կրթություն չի ստացել, որտեղ ինքը վերջին աշխով այդ ֆունկցիաները չի սովոր, ինքը այդ ֆունկցիոները չի դարձել կուրսան ընթացքում։ Գործատուն էլ պիտի սովորի հաշվել իր փողերը, որտեղ ինքն էլ է լրացուցիչ կորուստներ ունենում, նրա հաշվին, որ ինքը մեր ժամանակը սպառում է տիկին բան, ես ներկայացրեցի նաև հիմնադրամի տնօրեն ուսուցման ազգային, եթե կարճ դա ինչ է նշանակում։ Դա նոր է ստեղծվել կառավարության որոշմամբ եւ միտում ունի Երակոմ հիմնականում Երակոմ գործունեություն իրականացնում։ Դա մի համակարգ է, որը որ հանդիսանալու է օժանդակող օղակ ուսումնական հաստատությունների կազմակերպությունների, այսինքն գործարար աշխատի եւ զբաղվածության խնդիր ունեցող մարդկանց։ Այդ կապող օղակն է։ Այո, ինքը ոչ միայն կապող, այլ ենթադրենք թե ցանկացած մի կազմակերպություն ունի այս տիպի կադրերի կարիք եւ այդ մարդկանց կատարել վերապատրաստել, կատարելագործել, դա անել հաստատությունների դա անել հաստատությունների մեթոդական ռեսուրսներով կազմակերպությունը, գուցե այսպիսի բան, բայց ինքը ունի հնարավորություններ նաև ուսումնասիրություններ, հետազոտություններ եւ մոնիտորինգներ անցկացնելու, դեռ նոր է, դեռ շատ բան հնարավոր չի դրա մասին ասել, բայց կարծում եմ, որ գործարանները պետք է իմանան, որ այս կառույցը կարող է դառնալ այնպեսին, ինչպեսին որ իրենք կուրվագծեն եւ ինչպեսին որ իրենք կուզենան, որ այդ կառույցը դառնա եւ որքանով կարող է իրենց օգտակար լինել։ Մեր ժամանակը սպառում շատ շնորհակալություն տիկնեք, որ դուք ցած հավեսով պատմեք, չանում ես թողեմ եւ գամ մի հատ միջին մասնագիտական Գրավիրում ենք, եկեք տեսեք, ես հույսով եմ, որ աստիճանաբար վերաբերմունքը կփոփոխվի եւ վստահությունը կմեծանա, բայց վստահությունը չի մեծանա, եթե մենք չմտնենք այդ դրա համար ամենահզոր միջոցը այն է, որ ցանկացած մեկը, որ կուզենար հայացք նետել դեպի այդ համակարգ, ինքը մտներ ու տեսներ ինչ է կատարվում եւ պարտադիր չի, որ դա ֆինանսական ներդրում, ընդհանրապես պետք է ասել, թե ինչպիսի կրթություն կուզենար, որ արվեր, որ իրեն պետքական կադր պատրաստի։ Բայ, սերի, այս դեպքում ծնողներ, ինչպես ասում են դասականները, ոչ թե սիրեք ձեր երեխային ինստիտուտում կամ կրթական աջակում, այցելեք կրթությունը ձեր երեխայի մեջ։ Դեն շատ ավելի լավ կլինի թե ձեր, թե երեխայի, թե երկրի համար։ Մենք կհանդիպենք վաղ, տեսություն։